Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, բարև ձեզ։ Շարունակում ենք մեր հաղորդաշարը հայացք Սյունիքից խորագրով։ Մեր նպատակն է, ինչպես հայտարարել ենք նախորոք, առաջիկա ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել Սյունիքյան հիմնախնդիրների վրա, ակնկալելով նրանց հստակ դիրքորոշումը առկա խնդիրների լուծման վերաբերյալ։ Այսօրվա զրույցի թեման Սյունիքյան գյուղն է, գյուղատնտեսությունը, նկատի ենք ունեցել այն հանգամանքը կամ այն իրողությունը, որ Սյունիքի լինելիությունը պայմանավորված է գյուղապահպանությամբ եւ հաջորդը գյուղատնտեսական առումով Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր մարզն է եւ իր ռեսուրսներով, հողային ռեսուրսներով եւ անտարային ռեսուրսներով եւ արոտավայրերով։ Ուստի եւ այսօր ուզում ենք քննարկել Սյունիքի համար կարևոր նշանակություն ունեցող այդ երկու հարցը՝ գյուղապահպանություն եւ գյուղատնտեսություն։ Այսօրվա զրույցի թեման, ինչպես ասեցի, շատ կարևոր է Սյունիքի մարզի համար եւ այդ նպատակով հրավիրել ենք Սուրեն Վարդանյանին, ով երկար տարիներ կուսակցության Գորիսի շրջկոմի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղարի կարգավիճակով մասնակցել է Գորիսի շրջանի կառավարմանը, ով հարուստ փորձ ունի գյուղական բնակավայրերի, այդ թվում գյուղական տնտեսության կառավարման ոլորտում։ Չնայած պարոն Վարդանյանը կենսաթոշակի է անցել եւ վայելում է վաստակած հանգիստ, եթե կարելի է իհարկե այդպես անվանել, բայց ապրում է երկրի, մասնավորապես Սյունիքի մարզի եւ Գորիսի տարածաշրջանի հոգսերով։ Ավելին, ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հրապարակային խոսքով եւ իր նկատառումներն արտահայտում մեր ընթացքի տարբեր հարցերի եւ հատկապես գյուղի ու գյուղատնտեսության ներկա վիճակի վերաբերյալ։ Պարոն Վարդանյան, միշտ էլ հաճելի է եղել ու հաճելի է ձեզ հետ զրուցել, նկատի ունենալով ձեր խոսքի լրջությունը, պրոֆեսիոնալիզմը եւ հիմնավորվածությունը։ Այնպես որ ողջունում եմ մեր հերթական հանդիպումը եւ ակնկալում հետաքրքիր քննարկում մեզ մտահոգող մի շարք հարցերի շուրջ։ Երևի սկսենք առաջին հայացքից պարզ, բայց եւ խորի իմաստ ու բազմանշանակ հարցից։ Ինչ ասել է գյուղ։ Այն էլ լեռնային ու սահմանային մեր երկրամասում։ Խնդրեմ։ Հարցադրումը ինձ թվում է շատ ճիշտ է, հենց այդ մասով սկսելու իմաստը նկատի ունեմ, որովհետև գյուղը Հայաստանի համար շատ ավելին է, քան որևէ երկրի համար։ Ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ այն, որ մենք սահմանափակ տարածքով, աշխարհագրական տարածքով երկիր ենք, մեր կենտրոնական մասում տեղադրված է մեր մայրաքաղաք Երևանը, մնացած բոլոր ուղղություններով մենք սահմանակից ենք մեր հարևան պետությունների երկրների հետ։ Իհարկե շատ ավելի մեծ մասը մեզ համար ոչ հաճելի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Պարսկաստանի այնուհետև եւ Վրաստանի հետ են մեր։ Մենք չենք կարող սահմանակից տարածքներում չունենալ բնակավայրեր։ Եթե չունենք, ուրեմն ոչ միտեղ չենք ունենա, պետք է ամբողջը հավաքենք Երևան, մայրաքաղաքի կենտրոնում։ Մի փոքր ավելի խոշոր բնակավայրեր մենք ունենք, նկատի ունեմ Գյումրին եւ Վանաձորը, իսկ մնացած ամբողջությամբ տեղադրված են սահմանային գծի վրա։ Ինչի են տեղադրված, որովհետև տեղ չկա, այն ներս ստանելու հնարավորություն էլ չկա։ Սա է պատմականորեն մեր հսկա տարածքներից մնացածը։ Եվ մենք ստիպված ենք այդ գյուղերին ամենայն լրջությամբ վերաբերվել։ Սա մեր երկրի գոյության ստրատեգիան է։ Առանց դրա մենք երևի չենք կարող լիարժեք պետություն եւ երկիր լինել։ Այդ տեսակետից գյուղը, այո, ստրատեգիական շատ լուրջ նշանակություն ունի մեր երկրի համար եւ յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է գյուղին վերաբերվի ամենայն լրջությամբ։ Եվ այդ պահանջները, որպեսզի այս բնակավայրերը լինեն շեն, լինեն զարգացած, լինեն ամուր, ամրոցներ են դրանք ըստ էության։ Եվ ես համաձայն չեմ, որ ասում ենք գյուղատնտեսության նախարարություն,
ավելի շատ պետք է ասել գյուղի նախարարություն։ Գյուղի նախարարությունը շատ ավելի ընդգրկուն է, որովհետև մենակ գյուղատնտեսական հարցեր չի լուծում գյուղը։ Գյուղը լուծում է երկրի անվտանգության հարցերը, պարենային ապահովության հետ միասին, նաև մյուս բոլոր հարցեր։ Այսինքն ներողություն, պարոն Վարդանյան, այսինքն դուք գյուղը դիտարկում եք որպես մեր անկախ պետականության հիմք, առաջին հերթին, եւ դուք գյուղը դիտարկում եք իբրև սահմանային ամրոց երկիրը պաշտպանելու համար։ Այդ երկու տեսակետից եք դուք կարևորում գյուղապահպանության խնդիրը։ Ես ճիշտ հասկացա։ Շատ ճիշտ եք ասում, այո, առանց դրա մենք չենք կարող լիարժեք պետություն լինել, երկիր լինել։ Դա մեր պետական կառուցվածքի ամենալրջագույն եւ կարևոր մասերից մեկն է գյուղը։ Դա կառույց է, պետական կառույց պետք է համարել։ Գյուղմթերք կամ երկրագործական կամ անասնապահական մթերքներ արտադրող չի միայն։ Իհարկե, դա էլ կա, դա կարևորություններից մեկն է, բայց բնակավայր է գյուղը։ Իմացաք, եւ առանց այդ բնակավայրի անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծելու, որպեսզի նա կենսականորեն իսկապես գործի, մենք չենք կարող։ Պարտադիր գյուղը պետք է ամրանա։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան։ Այդ դեպքում փորձենք անդրադառնալ գյուղի եւ գյուղական տնտեսության կառավարման ներկայումս գործող համակարգին։ Ես կուզենայի դուք հայացք ձգեք կառավարման գործող ներողություն համակարգին եւ ինչը չի բավարարում այսօրվա պահանջներին եւ ինչ մենք պիտի անենք, որպեսզի մենք կարողանանք ժամանակի պահանջներին համահունչ դարձնենք գյուղի եւ գյուղատնտեսության կառավարումը։ Խնդրեմ։ Գյուղի կառավարումը շատ ավելի կարեւոր է, քան միայն գյուղատնտեսության կառավարումը։ Գյուղի կառավարումը ես հասկանում եմ, որ մենք ունենք նախարարություններ, գերատեսչություններ, որոնք ընդհանուրի հետ միասին նաև գյուղին է սպասարկում, բայց նրանք այնքան հեռու են գյուղից, որ գյուղի կենսական պահանջներին ոչ ծանոթ են, ոչ էլ ձեռք են մեկնում լուծելու։ Դրա համար ես գտնում եմ, որ պետք է այո գյուղ նախարարություն կոչված է, այսպես ասած, իմ հասկացողությամբ լինի, որ նախ վերականգնեք նախարարությունը։ Գյուղ նախարարությունը վերականգնվի, ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այո, գյուղ նախարարություն, որ եւ ոչտենք լրացուցիչ գործառույթներ։ Այո, ամբողջ գյուղին հուզող հոգսերին, որպեսզի տեղյակ լինի եւ միջոցներ ձեռնարկի ժամանակին լուծելու գյուղին հուզող հարցերը։ Այլապես հնարավոր չի լինի այդ գյուղում ոչ գյուղատնտեսական անհրաժեշտ քանակի մթերքներ արտադրել, ոչ ինտենսիվ վարել այդ գյուղատնտեսությունը, եթե սպասարկումներ չեղավ այդ գյուղում, կրթություն չեղավ, ուժ սպասարկում չեղավ։ Մենք վերանայենք նախ եւ առաջ գյուղի կառավարումը հանրապետության մասշտաբով։ Հանրապետության մասշտաբով ես գտնում եմ, որ գյուղը թերի է կառավարվում, պակաս է կառավարվում, դա չի բավարարում գյուղի անհրաժեշտ պահանջներին։ Այսօր եթե մենք նայում ենք, ոչ առողջապահական խնդիրներն են կարգին լուծում գյուղում, ոչ կրթական խնդիրներն են լուծում, երևի մենք կանդրադառնանք այդ հարցերին։ Եվ այդ տեսակետից պետք է գյուղին առանձնահատուկ վերաբերմունք լինի պետականորեն։ Եթե դա չեղավ, ուրեմն հնարավոր չի լինի գյուղում։ Տեսնում եք, մենք ժողովրդական գրական պատկեր։ Ես կգամ դրան, ես կգամ այդ հարցին։ Ես ուզում եմ, պարոն Վարդանյան, դուք հետևյալ հարցին պատասխանեք։ Ինչ տվեց համայնքների խոշորացումը բարձր լեռնային կամ սահմանապահ սահմանամերձ գյուղերին։ Այս հարցում նույնպես տարբեր կարծիքներ կա։ Դուք որպես փորձառու մասնագետ այդ ոլորտում, այդ արդեն մենք ունենք տարիների փորձը, տարիների արդյունքը։ Ինչպես եք գնահատում համայնքների խոշորացումը։ Համայնքների խոշորացումը ընդհանուր առմամբ ես գնահատում եմ դրական։ Ինչ իմաստով եմ դրական գնահատում, որ կենտրոնացվում են ուժերը։ Հնարավորությունները կենտրոնացում են եւ անհրաժեշտ տեղում, անհրաժեշտ ձևով, եթե կիրառվի այդ կենտրոնացումը, միջոցները, հնարավորությունները, կենսական անհրաժեշտ գլխավոր հարցերի լուծմանը ուղղելը այդ միջոցների, դա շատ կարեւոր է։ Բայց միաժամանակ այդ կենտրոնացումը իր հետ բերել է նաեւ ոչ ցանկալի երևույթներ։ Դա հետեւյալն է, որ տեղում, գյուղում, ասենք, բնակավայրում իշխանության զգացողությունը այդ գյուղացին կորցնում է։ Եվ կորցնելով հանդերձ ինքը նաև պատասխանատվության զգացումն է կորցնում երկրի նկատմամբ, ներքին հարաբերությունների ձևավորմանի իմաստով, պետություն կապը թուլանում է, այո, թուլանում է։ Իսկ ներողություն, միգուցե մենք բնակավայրի վարչական ղեկավարին օժտենք հավելյալ գործառույթներով։ Այո,
Ես հենց գալիս էի տրան, դուք ինձանից առաջ ընկաք եւ ճիշտ եք ասում։ Պետք է անպայման պետականության զգացողությունը գյուղացու մոտ անդադ զարգացվի։ Իսկ դա կզարգացվի ձեր ասած հենց ներկայացուցիչի հավելյալ հնարավորություններ տալով, որպեսզի դա որոշ հարցեր չեմ ասում հիմնական գլխավոր հարցերը, բայց որոշ հարցեր գյուղը ճանաչի նրան որպես իշխանության ներկայացուցիչ եւ նա կարողանա դրական իմաստով ազդել այդ գյուղի ներքին մթնոլորտի առողջ մթնոլորտի ձևավորմանը, աշխատանքների կարգավորմանը, զարգացմանը, շատ լավ։ Դուք ես լրիվ համաձայն եմ, դուք կարևորեցիք գյուղի գյուղապահպանության դերը եւ պետականության ամրապնդման տեսակետից եւ մեր սահմանների ամրապնդման տեսակետից, բայց այդ ամենի մասին խոսելը կարծում եմ ավելորդ կլինի, եթե մենք չանդրադառնանք գյուղերի ժողովրդագրական վիճակին։ Ես այսօր չեմ ուզում ներկայացնեմ կոնկրետ թվեր, բայց մեր ունեցած տվյալներով պիտի ասեմ, որ ժողովրդագրական վիճակը շատ տխուր է Սյունիքի լեռնային եւ սահմանապահ գյուղերում։ Ձեր դիրքորոշումը մեր գյուղերի ժողովրդագրական վիճակին։ Կարծում եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարզ է դա։ Սա ոչ միայն սյունիքյան պրոբլեմ է, այլ համահայկական։ Հիշում եք 2 տարի, թե 3 տարի առաջ մենք միասին եղանք Խոզնավարում, Վաղատուրում, Խնածաղ գյուղերում եղանք, եւ այնտեղ Վաղատուրում մի հետարքիր փաստ տեղեկություն ներկայացրեց այնտեղ բնակիչը, թե որ գյուղը ուներ 130 ծուխ։ Ասած 130-ից հիմա վառում է 30-ի տան լույսերը երեկոյան։ Այսինքն գյուղի մի քառորդը հազիվ է միայն տեղում մնացել։ Այսինքն տները կան, բնակարանները կան, գյուղը կա, բայց բնակիչի չկա։ Նույն պատկերն է ընդհանրապես մեր սահմանամերձ բոլոր գյուղերում, հատկապես բացառությամբ մի երկու գյուղի Խնձորեսկ, Գորնիձոր տեղ, չնայած այստեղ այս բնակավայրերն մեր խոշոր բնակավայրերն են, բայց այստեղ էլի ժողովրդագրական պատկերը խիստ անհանգստացնող։ Պարոն դե գյուղում որպես երիտասարդը մնա, նախ եւ առաջ նա պիտի աշխատանք ունենա, աշխատանք պիտի ունենա, պիտի գյուղում, ասենք, ամուսնանա, պիտի գյուղում իր վաղվա օրը կարողանա տեսնել, ծրագրել։ Եթե դա չկա, մենք ժողովրդագրական վիճակը ինչպես կարող ենք փրկել գյուղերի։ Հնարավոր չի լինի։ Գիտեք ինչ, նաև սովետական խորհրդային շրջանում է այդ խնդրը եղել։ Գյուղում աշխատել։ Միայն գյուղացին միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով չի կարող գյուղում անհրաժեշտ ձևով իր պահանջները բավարարել եւ ապրել։ Դա քիչ է, հնարավոր չի։ Բացի դրանից նկատի ունենանք, որ անասնապահությունում եւ դաշտավարությունում էլ արդյունքները ամիսներ, եթե լավագույն դեպքում ամիսներ հետո են դրանք արդյունք տալիս, որ կարող է մի բան իրացնել եւ միջոցներ ձեռք բերել իր կարիքները, կենսական կարիքները բավարարելու համար։ Իսկ անասնապահության մեջ մարդիկ տարիներով պետք է աշխատեն, չհաշված միայն կաթի արտադրությունը, կաթն գիտեք ինչ է իրենից ներկայացնում, պատկերավոր միշտ մեր եւ հերոստատեսությամբ էլ մամուլում էլ նշվում է, որ ջրից էժան է վաճառվում կաթնել, որը բան չի նշանակում մարդու համար, մի անասուն վաճառելու համար մարդ պետք է 2-3 տարի չարչարվի, որ դրա գումարը ստանա։ Ուրեմն անհրաժեշտություն է, որ գյուղում մշտապես աշխատանք ունենա մարդը։ Եւ ասում եմ խորհրդային ժամանակաշրջանում մենք Գորիսի տարածքում ունեիք 3000-ից ավելի աշխատատեղ, գյուղական բնակավայրերում 3000-ից ավելի աշխատատեղ։ Մեծ թիվ եք ասում։ Մեծ թիվ չեմ ասում ես, եթե հիմա մի փոքր մանրացնեմ, դուք անպայման կհամոզվեք դրանում։ Նո առաջինը, ասենք Շինվայրի Ռետինի Կոշկեղենի գործարանը գտնվում էր։ Դուք միայն Գորիսի շրջանի օրինակով եք։ Միայն Գորիսի շրջանի օրինակն եմ ասում, բայց սա քաղաքականություն էր եւ ամբողջ հանրապետությունում էր իրականացվում։ Եվ գյուղը բավական ամրապնդվեց այդ ժամանակաշրջանում։ Սկսած Խոզնավարից մինչև Սվարանց մասնաճյուղեր կար, արտադրական ձեռնարկությունների մասնաճյուղեր։ Հիմա խնդիրը նրանում չի, որ այսօր պետք է բոլոր տեղերում մասնաճյուղեր ստեղծենք, բայց բոլոր տեղերում աշխատատեղեր պետք է լինեն, ոչ թե մասնաճյուղերի ցեսկով, այլ հնարավորությունները հաշվի առնելով։ Միտեղ ասենք
անասնապահական մթերքների մշակման փոքր մասշտաբի ես նկատի ունեմ, բուսաբուծության հետ կապված, ահագին պտղի եւ բանջարեղենի կորուստներ ենք մենք ունենում։ Այսինքն աշխատատեղերի ստեղծումը դուք համարում եք ժողովրդագրական վիճակի լուծման առաջին քայլերից մեկը։ Եվ շարունակենք ժողովրդագրական վիճակին առնչվող այդ խոցելի հարցերը։ Եվ համընդհանուր անվիճելի գրեթե այսպիսի կարծիք կա, որ գյուղապահպանության անկյունակարային կամ առանցքային հարցերից մեկը, եթե ոչ գլխավորը, դպրոցների առկայությունն է գյուղում։ Իսկ ինչ է կատարվում հիմա Սյունիքի մարզում։ Տեսեք, կա կրթության նախարարի հրամանը Հայաստանում 200-ից ավելի դպրոց փակելու մասին, այդ թվում 48-ը Սյունիքում։ Ինչ եք կարծում, դպրոց չունեցող գյուղը կկարողանա հարատևել։ Ոչ, դա հնարավոր չէ։ Անոնը դնում եք օպտիմալացում, բայց դա եթե այսօրվա այդ քաղաքականություն իրականացնողը համարում է, որ դա օպտիմալացում է կրթության բնագավառում եւ պետք է բերի բարձր արդյունքների, չի լինելու տեսման։ Դիտարկենք դա գյուղական դպրոցների օպտիմալացման process-ը գյուղապահպանության process-ի հետ։ Տեսնեք ինչը։ Սա գյուղի նկատմամբ հակա օպտիմալացում է։ Եթե գյուղը դպրոց չունեցավ, իսկ գյուղի ինտելիգենցիան գտնվում է դպրոցում, այդ գյուղը նաև ինտելիգենցիա չի ունենալու, որը հասարակության համար շատ կարևոր մաս է։ Առանց դրան գյուղը բնակավայրը չի կարող նկարագիր ունենա, պատկեր ունենա, որ ներկայացնի։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ որ բանով այս դպրոցների կառուցում կոչվածը, որ իբր թե պետք է բարելավի խոզնավարցի երեխան խնածախում ուսում ստանալով, արդյունքներ բերի, վաղատուրը բերի։ Նախ այդ գյուղերը ունեն անհրաժեշտ պայմաններ, նորմալ ուսումնական process, այո, շենքային պայմաններ, կադրեր ունեն, վերջի եւ այլ։ Հիմա փակելով այս դպրոցները, եթե այսօր նախարարն ասում է գիտության կրթության, որ իբր թե դա չենք փակում մենք։ Շենքը դատարկում ես, վերջապես երեխաներին տանում ես, ուսուցիչներն էլ հեռանում են գյուղից, որովհետև աշխատանք չունեն, նրանք պետք է գնան։ Պատկերավոր ես մի քանի օր առաջ մեկը ներկայացեց, ասես 10 վաղատուրի մասին էր ասում, ասես 10 ուսուցիչ կա, արդեն բոլորը Երևանում բնակարան են գնել։ Հենց որ ընդ երեխաները գնացին խնածաղ գյուղ, այլևս այդ 10 ընտանիքը տեղափոխվելու են գնան Երևան։ Այնտեղ մնալու խնդիր չկա։ Այս process-ը պետք է կանոնացնել։ Գլխավորը նա է, որ այս հարցերի լուծման հիմքում պետք է դնել բնակավայրերի ամրապնդումը։ Մի քիչ առաջ ասեցիք, եւ աշխատատեղերի ստեղծումը դա պետք է լինի, եւ մնացած սպասարկման պայմաններն, բոլոր լինի դա առողջապահություն, լինի։ Այսինքն որ գյուղում ապրելը եւ հնարավոր լինի, եւ նպաստավոր լինի։ Մարդավարի ապրելը, այո, ըստ պահանջի ապրելը, հնարավորության սահմաններն, ես չեմ ասում թե այս րոպեին ինչ մեծ հնարավորություններ դնեն այնտեղ, բայց գոնե մինիմալ պայմանները պետք է ունենա մարդը, որպեսզի այնտեղ ապրի եւ կարողանա վաստակի իր ընտանիքի։ Պարոն Վարդան, մենք գյուղապահպանության հետ կապված ընդհանուր պատկերացում կազմեցինք ձեր օգնությամբ։ Հիմա փորձենք մի փոքր խորանալ անասնապահության խնդիրների մեջ։ Ի վերջո գյուղը նաեւ որպես տնտեսության ոլորտ, դա գյուղատնտեսություն կոչվածն է։ Եվ գյուղատնտեսության մեջ էլ հատկապես Գորիսի տարածաշրջանում եւ Սիսիանի տարածաշրջանում շատ կարևոր է անասնապահությունը եւ երկրագործությունը։ Եթե չեք մոռացել իհարկե, որքան խոշոր եւ մանր եղջերավոր անասուն ունեին Գորիսի շրջանում եւ պետական եւ մասնավոր հատվածներում։ Խոսքը իհարկե մասնավորեցումից առաջ ընկած ժամանակաշրջանի մասին։ 1990 թվականի տվյալներ։ Այո, ասենք այո։ Հա, մոտորապես այդ ժամանակ, որ սկսեցին արդեն սեփականաշնորհում անել։ Ուրեմն հաշվառման հիմնական թվերը դա ամփոփվում էր հունվարի դրությամբ, հունվարի 1-ի դրությամբ։ Այո։ Այդ դրությամբ Գորիսի կոլեկտիվ պետական տնտեսությունները ունեին 25000 խոշոր եղջերավոր անասուններ եւ 56000
մանր Մասնավոր հետ միասին։ Ոչ։ Միայն պետական Առանձին մասնավորը ուներ մոտ 12000 խոշոր եւ 20000-ին մոտ էլ ուներ այո, մանր, այսպես 70-75000 գլուխ մանր եղջերավոր անասուններ էր ոչխարեր եւ 37-38000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։ Դե թվերը իհարկե այսօր չես կարող համեմատել, մեր ունեցած թվերը ճիշտն ասած ես հիմա ծանոթ չեմ, բայց դիտարկումները ցույց են տալիս, որ դրա 1/3-ը եթե մնացած լինի, ես շնորհակալ կլինեմ։ Դա չկա հնարավոր չի, իսկ կենթանի քաշով եթե հաշվես, երևի այն ժամանակվա կենթանի քաշի 10-15%-ը այսօր հազիվ կլինի, որովհետև մենք տեսնում ենք պահվածքը ինչ է ցրված, վերջը որևէ կենտրոն չկա Ես հասկանում եմ, որ մեր ունեցած հնարավորությունների շատ քիչ մասն ենք օգտագործում անասնապահության ոլորտում։ Դա անասնապահությունը գիտեք ինչ, ճիշտ է, հիմա պատճառաբանում եք, որ ադրբեջանական հրոսակները մեր արոտավայրերի մի զգալի մասը պատճառներից մեկը իհարկե արոտավայրերի պատճառները, բայց դե այսպես թե այնպես անասնապահությունն էլ դաշտավարությունն էլ պետք է զարգանա ինտենսիվ զարգացման հիման վրա, ինտենսիվորեն պետք է զարգանա, այսինքն ինտենսիվ զարգացումը որն է, պետք է մասնագիտանան հողամշակությունն էլ, այսպես կտոր 1-2 հեկտար հող ունեցող 3 հեկտար, շատ 5 հեկտար հող ունի այսօր գյուղացին, ոչ ցանքաշրջանառություն է կարողանում իրականացնել, ոչ կարգի մշակություն, մի մասն էլ հնարավորություն մեծ մաս ավելի շատ։ Կարծում եք խոշորացում անհրաժեշտ է։ Խոշորացումը խիստ անհրաժեշտություն է թե հողագործական ընկերությունների, թե անասնապահական համալիրների ստեղծման իմաստով, առանց դրա, առանց մասնագիտացման հնարավոր չի լինի։ Եվ հացահատիկի արտադրությունը պետք է մասնագիտացվի, կերային կուլտուրաների մշակություն պետք է լինի, անասուն պահողը չպետք է զբաղվի կեր արտադրելով։ Հնարավոր չի, դա առաջ չի տանի գործը բոլորովին, պետք է կերարտադրող իր կերը արտադրի եւ անասնապահության բնակավարի աշխատողների հետ ինքը իր պայմանագիրն ունենա, ինչ է տալու, ինչքանակությամբ։ Այսինքն ներողություն, մասնագիտական մոտեցում եւ ներողություն, որը հիմա մենք չունենք, դրանից առաջ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո արոտավայրերի կտրուկ նվազում, բայց այստեղ մի ուրիշ պատճառ էլ կա։ Անասնաբուժության վիճակը, որովհետև դատելով հենց Գորիսի Սիսյանի կամ ընդհանուր մարզի օրինակով, ինձ թույլ են տալիս ասելու, որ ձախողված ոլորտ է անասնաբուժությունը։ Ամբողջությամբ ձախողված է անասնաբուժության գործը, իհարկե, դե այսօր ցավը նրանում է, որ հանրապետությունում կադրերը չեն պատրաստում։ Ես երբեմն հետաքրքրվում եմ գոյություն ունեցող վիճակով, նկատի ունենալով իմ առաջի մասնագիտության գործը Եվ պատմում են, իհարկե անասնաբուժության նախկին բնակավարում ներկայումս աշխատող կա 1-2 հոգի էլի, ովքեր պրոֆեսիոնալներ են եւ իրոք նորմալ կրթություն են ստացել ու գիտեն գործը, ավագ սերնդի ներկայացուցիչներ են, մի շաբթով, 5 օրով մարդկանց ընդհանրապես անասնաբուժությունից, անասնապահությունից անտեղյակ մարդկանց տանում են, իբր թե վերապատրաստում են, պատրաստում են եւ ուղարկում են, թե դու արդեն անասնաբուժ ես։ Այսինքն կադրերի պատրաստման ոլորտում էլ մենք ձախողված վիճակի հետ գործ ունենք։ Այն օրն է ձախողվել, երբ ՀՀՇ-ի առաջի կառավարությունը եկավ եւ Թամանյանի նախագծած շենքը զուտ անասնաբուժական ինստիտուտ, Զովետ ինստիտուտը, այո, զուտ դրա համար նախագծած հաստատություններ տա իր բոլոր պայմաններով հանդերձ։ Թե ձերքով մի ստորագրությամբ վերացրեցին, վերջად երբ համամիությունական էր, դա գիտեք ինչ, գալիս էին նաև սովորելու, դե Վրաստանից էին գալիս հայաբնակ շրջաններն են գալիս, դե Ղարաբաղն էր գալիս, Ստավրոպոլի երկրամասը, Մոլդավիայից, ուսանողներ էին այդտեղ սովորում, վերջը թե ինչի վերացրին Ես բոհը եւ հիմա մենք կադրեր չունենք։ Պարոն Վարդան, դուք անասնապահության մեր ռեսուրսը խորհրդային շրջանի վերջին փուլի օրինակով ներկայաց։ Կարող եք նույն ձևով ներկայացնել երկրագործության պատկերը արդյունքը։ Իհարկե, դարձյալ Գորիսի շրջանի օրինակով։ Մենք ունենք Գորիսի շրջանը, Գորիսի տարածք ունի 17000 հեկտար վարելահող։ Այդքան վարելահող ունի, դե արոտավայրերը շատ ավելի շատ են, հասկանալի է, այո։ Եվ այդ վարելահողից
մոտ 8000 հեկտարը հացահատիկային կուլտուրաների տակ էր, 6900 հեկտարը աշնանացան էր կատարվում, 900-ից 1000 հեկտար է գառնան հացահատիկային կուլտուրաներ էին ցանվում, իսկ մնացածը արդեն մոտ 2000 հեկտար շարահեր կուլտուրաներ էր, տարբեր եգիպտացորեներ, ճակնդեղեր, բանջարային բոստանային կուլտուրաներ էին ցանվում վերջի եւ այլն, իսկ մնացածները արդեն կերային կուլտուրաների տակ էին։ Իսկ Գորիսի շրջանի համար լավագույն կերային կուլտուրան կորունգանն էր։ Արվույթը նույնպես վատ չէր, բայց գառնանային շրջանում արվույթի մի հունձը մեզ մոտ փչանում է հիմնականում անձրևների պատճառով չեն հասցնում հավաքեն, հնարավոր չի լինում եւ նախընտրելի ավելի շատ կորունգանի մշակությունը։ Իսկ հացահատիկայի մշակաբույսերի ոլորտում որքանով հիշում եմ բարձր 1 հեկտարի բերքատվությունը բարձր ցուցանիշ էր ապահովում։ Դե ես չէի ասի թե այդքան շատ բարձր է եղել, բայց անջրդի պայմաններում էլի։ Մենք չոռոքվող դաշտեր։ Այստեղ էլ խնդիր կար, ուրեմն գիտեք ինչ, եթե ինտենսիվ վարվի, մենք կարող ենք ստանալ անգամ 50-60-70 ցենտներ հեկտարից կարող եք հացահատիկային կուլտուրաների բերք ստանել, բայց սահմանափակ քանակությամբ տեղում։ Այդ 8000 հեկտարը որ ասում եմ, դրանից այդքան բերք ստանալ հնարավոր չէր լինի մեր ունեցած եւ պարարտանյութերի իմաստով, եւ պարարտացման իմաստով, եւ մշակության իմաստով։ Դե նաեւ ոռոգման իմաստով։ Բայց հնարավոր է։ Դե ոռոգման իմաստով մենք փաստորեն Գորիսի շրջանում ցորեն չէիք ոռոգում, այո, Արարատյան դաշտավայրում էր կատարվում եւ մեր տեղումների քանակությունը բավարարում էր։ Գիտեք, Գորիսի հետ միասին նաև Վանաձորում է, որ տեղումների ամենաբարձր քանակություններն են, անգամ տարի եղել 1300 մմ տեղումներ ենք մենք ունեցել, դա 1978-79 թվականներին է եղել, եւ միջինը 20-22 ցենտներ բերքի եթե ստացվել է այդ 8000 հեկտարի իմաստով, դա վատ բերք չի եղել մեզ համար։ Պարոն Վարդան, դուք շատ հետաքրքիր եւ ցավոտ հարցեր եք շոշափում։ Հիմա ուզում եմ հետեւել հարցի պատասխանը ստանալ։ Ինչպես օգնենք, քաջալերենք գյուղացուն, մենատնտեսին, ֆերմերին, երկրագործին, որ ավելի ակտիվությամբ զբաղվեն գյուղական մթերքների արտադրությամբ, որ գյուղում ապրելը եւ գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահեկան ու գրավիչ։ Այ ինչ անենք, ինչ կարող է պետությունը անել։ Ասեմ հետեւյալը։ Նախ պետք է գյուղացուն թողնես մենակ գյուղի գործով զբաղվի։ Գյուղացին հիմա ամեն ինչով զբաղվում է եւ գյուղատնտեսության բոլոր բնագավառների նկատի ունեմ եւ հողագործություն եւ անասնապահություն եւ մթերքի մշակում եւ իրացում չեմ անում այդ գյուղացին քանի կտոր պետք է դառնա որ այդ խնդիրները կատարի չի կարա պետությունը առաջին հերթին նրան պետք է հանգիստ թողի ասի գնում ես անասնապահությունը զբաղվում անասունը պահի երբ անասունը արդեն սպանդի ենթարկելու հասնում է սպանդի ենթարկելուն, ապա պետք է համապատասխան ծառայությունը գա եւ տվյալ անասնապահից անասունը վերցնի եւ տանի։ Այսինքն մթերման իրացման այդ նույնը ներողություն սպանդի մասին խոսեցիք տեղյակ կլինեք կարծում եմ ինչ տվեց սպանդանոցային համակարգի ներդրումը մեր մարզում։ Դա շատ ավելի բարդացրեց իրավիճակը հատկապես անասունների այո մթերման սպանդի իրացման առումով տեսեք գյուղացին պետք է պահում է անասունը 2 տարի առնվազն պահում է անգամ այն մատղաշներն է որ հազնում են 2 տարի պակաս չեն պահում 2 տարուց պակաս չի լինում բայց հիմա դրանից պահելուց հետո արդեն որպեսզի իրացնի պետք է գնա սպանդանոց հասնի գյուղացին ինչ գործ ունի սպանդանոցում կամ որտեղ գյուղացին իր գործը թողի ով է իր գործը իրենից հետո անելու ոչ մեկը եւ գնա դե բացի այդ ծախսերն են պահանջում այո ծախսեր են պահանջում վաճառողները սպանդանոցից հետո պետք է տանի վաճառողին էլ տա այո տակնել ինչ կմնա ինչ գործ ունի պետք է համապատասխան ծառայությունը գնա սա մենակ անասնապահությանը չի վերաբերվում ընդհանրապես վաճառաբոստանային կուլտուրաները այո ցորենա մյուսնա երկրագործության մեջ դուք բավականին ուշագրավ հարցերի վրա եք հրավիրում
մեր ուշադրությունը, մեր հետևորդների ուշադրությունը, բայց անկեղծորեն դա իրատեսական համարում եք, որ կկարողանաք դա կյանքի կոչել կառավարման այսօրվա պայմաններում կամ վերաբերմունքի այսօրվա այդ պայմաններում մենք դա իրատեսական համարում եք, թե դա միայն լավագույն ցանկություններ են։ Այն ինչի մասին ես խոսում եմ, դրանք ոչ միայն իրատեսական են, այլև խիստ պահանջված են։ Առանց դրան հնարավոր չի լինելու, բայց դրա համար քաղաքականություն պետք է մշակի այդ գյուղնախարարությունը։ Խոսքը վերաբերում է եւ արտադրությանը, գյուղատնտեսական արտադրությանը, եւ վերաբերվում է իրացումներին, մթերումներին, մշակումներին, վերջը եւ այլ եւ այլը։ Եվ պետք է խրախուսվի եւ հողերի կենտրոնացումը։ Հողագործական ընկերություններ կլինեն, կոոպերատիվներ կլինեն, վերջապես կազմակերպություններ կլինեն ինչ-որ, որոնք համապատասխան ձևով կարող են հավաքագրել եւ մշակությունը կազմակերպել բարձր այսօրվա պահանջներին համապատասխան տեխնոլոգիաներով ու բարձր արդյունքներ ապահովել։ Նույնն էլ անասնապահության մեջ, նույնն էլ մեխանիզացիայի բնագավառում։ Վերջապես անհատ անձը չի կարող արդյունավետ կազմակերպի եւ իր հողի մշակումը եւ հունձը վերջապես սրսկումը, մյուսը բոլոր հարցերը, նույնը նաև անասնապահության բնագավառում։ Դրա համար հարկավոր է, որ նախ խրախուսելով հանդերձ այս քաղաքականությունը։ Շատ կարևոր հարց նշեցիք, մեխանիզացիան, որը որևէ ֆերմեր նույնիսկ հնարավոր չի սեփական միջոցներով։ Պետք է ընկերություն լինի մեխանիզացիայի, կազմակերպություն պետք է լինի, որ կենտրոնացված ունենա եւ վարի, եւ հնձի, եւ մշակության, եւ իհարկե նաև այդ արտադրանքը մշակելու ուղղությամբ արդեն այլ կազմակերպություններ։ Դրա համար պետք է պետությունը ընդգրկող այդ հսկայական վարկային միջոցները ծառայեցնի եւ արտոնյալ վարկային միջոցները ծառայեցնի այդ այո նպատակներին։ Այսօր ամենատարբեր կազմակերպությունների տարբեր բնագավառներում վերջը արտոնություններ տալիս է, չէ՞, կառավարությունը տալիս է, սուբսիդավորում է, վերջը այդ վարկերը եւ այլը։ Գյուղը նկատի ունենալով որպես ստրատեգիական շատ կարևոր բնագավառ, պետք է անպայման այդ վարկային միջոցների մի զգալի հատված ուղղի դրան, ուղղի զուտ գյուղի զարգացմանը, խոսքը միայն գյուղական արտադրությանը չէ, բայց իհարկե կենտրոնական մասում գյուղատնտեսական մթերքների արտադրությունն է նաև ու ընդհանուր առմամբ գյուղական բնակավայրերի ամրապնդման համար։ Որպեսզի եթե գյուղատնտեսական մթերքների արտադրությունը լինի անհրաժեշտ արդյունավետությամբ, ապա գյուղացին շահագրգիռ կլինի մնա գյուղում, այդ ժամանակ դպրոցի հարցն է կլուծվի, բնակչության քանակներ կավելանա, ժողովրդական վիճակը կլավանա։ Այո, դա շատ կարևոր հարց է եւ այդ նախարարությունը շատ ներողություն եմ խնդրում, պետք է լինի հավասար մեր առաջատար նախարարությունների արտաքին գործերի նախարարությունն, պաշտպանության նախարարությունն առաջնահերթ, առողջապահություն, կրթություն, սրանց հավասար մի նախարարություն պետք է լինի, որ գյուղը կարողանանք մենք անհրաժեշտ Շատ բարի։ Տեսեք, հիմա պարոն Վարդան, երկիրը պատրաստվում է ազգային ժողովի ընտրությունների, որը առանց չափազանցության պատմական նշանակություն է ունենալու նաև Սյունիքի համար, նշանակություն է ունենալու հոգևոր կապրող մեր բազմաթիվ գյուղերի համար։ Հիմա տեսնում եք, ականատեսեք ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը արդեն գալիս են Սյունիք, իրենց ծրագրերը ներկայացնում, թեև պաշտոնական քարոզություն դեռևս թույլատրված չէ օրենքով։ Ինչ եք կարծում, Սյունիք այցելող քաղաքական ուժերը պարտավոր են իրենց պատկերացումները, ծրագրերը ներկայացնել գյուղապահպանության հարցում։ Թե բավարարում ենք նրանով, որ ինչպես նախորդ տարիների, նախորդ ընտրությունների ժամանակ կգան, ընդհանրական խոսքեր կասեն, մենք էլ կծափահարենք եւ կճանապարհենք։ Արդյոք ժամանակը չէ, որ կենտրոնանանք Սյունիքյան հիմնախնդիրների վրա, այս դեպքում Սյունիքին մտահոգող գյուղապահպանության խնդիրների վրա։ Դա շատ կարևոր հարց է, այո, եթե այդ մասին չի լինելու նրանց խոսքը, ուրեմն դատարկություն է դա։ Ավելորդ չէ։ Որ գան ասեն, այս ճանապարհն եմ սարքում, կամ այս մի օբյեկտը նորոգում եմ, վերջը եւ այլը, դա ոչինչ չի նշանակում գյուղի համար։ Գյուղի համար կենսական է, որ գյուղապահպանությունը այստեղ իրականացվի անհրաժեշտ ձևով եւ ժողովրդագրական պատկերը էականորեն փոխվի։ Եթե չփոխվեց, գյուղը ոչ մի հարց չի լուծվելու։ Դες դպրոցների մասին խոսեցիք, դպրոցները վերականգնելու միակ ձևը դա է։ Այսօր թող պետությունը ինչ որ չափով դպրոցին սուբսիդավորի, վերջը վարկավորի,
հնարավորություն տա թեկուզ 10 աշակերտով դպրոցը մնա, բայց քաղաքականությունը այնպես վարի, որ գյուղում ասեք 10 տարի հետո արդեն անհրաժեշտ քանակությամբ երեխաներ են լինելու, այսինքն գյուղի քաղաքական ուժերը պետք է հստակ ծրագիր ներկայացնեն, քաղաքականությունը պետք է իրականացնեն, ասեն թե ինչպես են անելու, որ գյուղում իսկապես մարդը ապրի, մնա, ամուսնություններ լինեն, ծնունդներ լինեն, եթե չի լինելու գյուղի համար այսօր մի թեթև հարց լուծելով դա ոչինչ չի նշանակի, կամ ինքնախապեյություն է, եթե առողջապահության խնդիր չլուծվեց, գյուղում վերջը մշակութային օջախը չաշխատեց, դպրոցը չեղավ, դե ինչ գյուղի մասին է խոսքը։ Գյուղ չկա, բնակավայր չկա, գյուղը բնակավայր է, ինչպիսի պահանջներ ունի մեր գյուղի մարդը, նույն պահանջներն ասեք մայրաքաղաքում ապրողն ունի, ինչի պետք է նա ունենա, բավարարվեն այդ պահանջները, բայց գյուղում ապրողի որևէ պահանջ չբավարարվի։ Հակառակ պարագայում կարծում եմ մենք արտագաղթը չենք կարողանալ եւ ավելի վատ ժողովրդագրական վիճակ են ունենալու։ Վիճակի առաջ կկանգնենք եւ դա բան չի խոսա, իսկ մեր երկիրը տրանով, գյուղով, ասում եմ ամբողջ մեր երկրի սահմանային տարածություններում են մեր գյուղերը տեղադրված եւ որովհետեւ ուրիշ հնարավորություն չունենք, եթե մենք չպահենք դա, ուրեմն մենք մեր երկիրը չենք պահում։ Հարգելի Սուրեն Բաշի, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, համաձայն ենք ձեր պնդումներին, գյուղապահպանությունը պետության կենսունակության ապահովման գլխավոր պայմաններից մեկն է։ Իսկապես դա շատ կարևոր արձանագրում էր, որ այսօր մենք արեցինք, այնուհետև անվիճելի եմ համարում նաև ձեր նկատառումը Սյունիքյան գյուղերի ամրապնդման մեկ կամրապնդենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները։ Հուսանք, որ երկրի ճակատագրով իրոք մտահոգ քաղաքական ուժերը Սյունիք այցելելիս կանդրադառնան նաև այդ դիտարկումներին եւ ճիշտ եք արձանագրում, եթե քաղաքական ուժերը նախընտրական շրջանում, նախընտրական քարոզի նպատակով կգան Սյունիք եւ այս հարցերին չեն անդրադառնա, կնշանակի նորից մենք բախվում ենք ձևականության երևույթին։ Շատ ավելի ծանր վիճակի առաջ կանգնենք։ Կրկին ձեզ շնորհակալություն եմ հայտնում, ձեր տարիների փորձից ելնելով մեզ ինչ որ խնդիրների լուծում հուշելու համար եւ եղած խնդիրները նորից գույքագրելու համար։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Այո, ես միշտ մեծ գոհունակությամբ եմ Սյունյաց երկրի հրապարակումներին, հարցազրույցներին, խոսքին հետևում եւ կարծում եմ այսօր Սյունիքի մեր հատվածի ընդհանրապես երկրի ցավոտ հարցերը բարձրացնող լավագույն ամբիոնն է Սյունյաց երկիրը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես հարգելի հետևորդներ շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։